Երբ Արմեն Գրիգորյանը անհաջող միտքը արտահայտել ժամանակին, դրա դիմաց չեն ասել, մարդը կարող է սխալ արտահայտվել, այլ տարել են կալանքի ու ի վերջո այդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ օրինակ գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է ադրբեջանցիների հետ ադրբեջանական ակցիայից Հայաստանի Հանրապետության հրապարակում, չեն ասել մարդը տուն-տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած ու սխալ բան չի էլ ասում, այլ կալանքի միջնորդություն են ներկայացնում ամեն դատարան։ Երբ որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը եթերից խոսում են YouTube-յան ալիքով բավական բաց իշխանությունների մասին, չեն ասում, մարդեն ի վերջո էլի սխալ բան երևի թե չեն ասում, այլ տանում են կալանքի մի հատ էլ sense դեմքը սեղմելով ասֆալտին այդ ձևերով։ Կա Սարգսի Օհանջանյան եւ Նարեկի Մութաֆյան դեպքը։ Նույն ձև դատավորին ասել են օրինակ դուք ձեզ համարում եք Նիկոլ Փաշինյանի որակումները ընդունում եք, վնգստացող դատավոր համարում եք, տարել են կալանքի 2 ամիս կալանք, մինչև հիմա էլ կարծեմ գործը գնում է։ Զոհվածի ծնողի հետ կապված դեպքը, իմ հետ կապված դեպքը, որ չեն ասում, հետ ենք պատտվել խաղաղցույցի ընթացքում, հասկանանք լացող աղջկա ձայնը ինչից է գալիս, չէ, ոստիկանական մեքենայի մեջ խոշտանգում, հետո կալանք, հետո մնացած գործերը։ Հասկանում եք, սա լուրջ չի, այս երկակի ստանդարտները ուղղակի ճճացող են։